Բարի օր սիրելի հետևորդներ, հուսամ որ լավ եք ու Տիրոջ խաղաղությամբ եք, Տերը առատորեն ունի բոլորի տորն ու ընթացքը, ուզում եմ գիտեմ որ Հայաստանում, չնայած մեր մոտ է նախատոնական ու բոլորը պատրաստում են, որ տոներին ընդառաջ նոր տարի նշեն, մի րոպե։ Բայց սիրելի հետևորդներ, ուրեմն ես չնայեցի ուղղակի ես որ Instagram-ը թերթում եմ, այդպես բերեց, որ ասում եմ, որ այս տարի կարող ես խոսել։ Պաչի կարա բոլորին։ Ապրի մաղջիկա, ասա օղվաղ։ Ես հանդիպեցի ինչ-որ միտեղ, որ ասում էին այս տարի ձիու տարի է, սիրելի հետևորդներ։ Ձիու տարի չէ, այս տարի Աստծո տարին է ու ես ուզում եմ, որ գիտես Աստվածաշունչը Աստվածքը ասում է, որ պետքա ոչ մի սիմվոլների, ոչ մի նկարների, ոչ մի բանով կերպարանքի չպաշտենք, իսկ մենք ամեն տարի, ես ինքս էլ արել եմ Հայաստանում, ձիու տարի, նապաստակի տարի, կապիկի տարի, չգիտեմ ինչի տարի, մենք այդ դնում ենք, այդ սիմվոլը դնում ենք սեղանի կենտրոնում ու ասում ենք Աստվածան մեզ պահի, պահպանի ու ձիու սիմվոլին ենք պաշտում, չգիտեմ ինչ ասեմ, ինչ խոսամ սրա մասին, բայց ես քեզ ուզում եմ այսօր ասեմ, որ ձիու տարի չի սիրելի հետևորդների 2026-2026-ը Աստծո տարի է, թող Տերը իր ամբողջ ներկայությամբ ու խաղաղությամբ այցելի յուրաքանչյուրի տունը խաղաղությամբ լցնի ձեր տները, սիրելի հետևորդներ, ովքեր որ անխաղաղ են, ովքեր որ ջերմության, սիրո կարիք ունեն, ներման կարիք ունեն, իմացեք, որ Տերը ձեզ ներեց խաչի վրա, ինքը մեր մեղքերով խաչվեց, որ ես ու դու այսօր ապրենք, սիրելի հետևորդներ։ Թող Տերը իր ամբողջ ներկայությամբ, թող երկնքով գա ու այցելի քեզ այս տալուն, Տերը քեզ առատորեն օրհնի։ Դե մի հատ ասա օղվաղ, բոլորին ասա օղվաղ։ Բացեմ։ Բացեմ։ Ասա հա։